Արև ձեզ։ Միանգամից ձեզ մոտենամ, այս լավ թեթևություն կա, երբ որ մրցույթը ինչի։ Անդրե, ես իմ մոտ այստեղ ունեմ հայ գրողների, հայ մեծերի նկարներ։ Նախորդ դարի ավելի շատ։ Դնեմ այստեղ, որտեղից ուզում եք, այս հենց կկիսեք երկու մասի։ Միանգամից ձեր կիսած տեղը նշենք ու կանդրադառնանք դեռ այստեղ։ Պարոն Գյուլիմյան, այստեղ պատրաստել եմ հայ գրողների տարբեր արտահայտություններ։ Ցույց տամ, որ խնդրեմ բարձրաձայն կկարդաք մի քանի հատը։ Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ, թե սիրտս անեմ ու տամ մայրիկիս։ Ախ, մայր երկելուց ինչպես կշտանամ։ Մայրս պատկերն է, մայր հայրենիքից։ Դեռ ուզում եմ մի 2-3 հատ կարդակ հաջորդը։ Դուրդ եկավ, հա։ Շատ։ Ականջի մեկը բարեկամին են տալիս, մեկը թշնամուն։ Այստեղ ուզում եմ տեսնեք, որ բոլորը տարբեր են։ Հայ մեծերի տարբեր արտահայտություններ։ Ես ուզում եմ ձեր մատը սենց պայեք։ Սենց։ Ու մի հատի կկպնեք, որին ուզում եք։ Ահա։ Մատը պայեք։ Պայեք, որին կպել եք։ Վերցրեք ու կարդացեք բարձրաձայն, թե ինչ եք ընտրել։ Երբ սարի ծաղիկն ընկնի այգու մեջ, կբարձրանա ճյուղին, Սուսանն եմ կասի։ Անտեղյակ է կոկոն վարդ ու կակաչից, սոխակին կցանկանա ով իմ հավ կասի։ Ինչ եք կարծում, սա ում խոսքերը կարող էին լինել։ Չգիտեմ, բայց ձեռագիրը լավը չի։ Գիտեմ, իմ ձեռագիրը մանկուց լավը չի։ Հատուկ նենց խոսքեր եմ ընտրել, որ առաջին հայացքից պարզ չլինի։ Դուք կիսել եք ցանկացած տեղից։ Բացենք։ Ինձ թվում է բացենք։ Ում եք ընտրել, դուք ձեր ձեռքով կվերցնեք շրջեք։ Ավետ բարս, չէ։ Ու ասեք բարձրաձայն։ Սայաթն է նովա։ Ինչքանով է հավանական, որ սա հենց Սայաթ Նովայի խոսքերն են։ Չենք կարող ասել։ Տեսնեմ ասեմ, մի հատ է կարդամ էլի բովանդակությունը, ես եւ ախ կարդում էի փոքր։ Եթե Սայաթից է երկի, Տիգրան։ Բլբուլն ասաց, Վարդին խաթրի։ Բայց ամեն դեպքում մենք մի հատ պարզ մեթոդ ունենք պարզելու համար, սա իրոք Սայաթ Նովայի խոսքերն են, թե չէ։ Ինչպես։ Իմ ձեռագիրը ասում էիք, որ վատն է, բայց ամեն դեպքում Իմ բժշկի ձեռագիրը ավելի վատն է։ Ուշադիր, դուք կարող եք ընտրել ցանկացած մարդու նկար։ Այստեղ բոլոր տառերը սկսում են անհետանալ։ Ու եթե ուշադիր նայեք, այստեղ մնում է Սայաթ Նովա։ Բրավո։ Հիմա ուզում եմ բարձր ծափարությունների ներքո դիմավորենք մի մարդու, ում այս նախագծում անվանել ենք Սայաթ Նովա։ Մի հատ բարձր Նախորդ փուլում մի հատ արտահայտություն անցել, ինչ կլիներ, եթե Սայաթ Նովան հանդիպեր ժամանակակից արտիստների հետ։ Ես այստեղ պատրաստել եմ ժամանակակից երգերաժշտության մոտ 100 հոգանոց ցանկ, 100 երգերաժշտության ցանկ։ Դեռ չեմ ուզում որ նայեք, ինչ է գրված։ Մտել եմ իմ վարկենաչափը Վիկտորիա։ Ուղղակի ստարտ եմ տալու, որտեղ ուզեք կանգնելու եք, միլիվարկյանի թիվը օգտագործելու ենք։ Ուղղակի ստոպ եք տալու։ Ինչ թույլ վրա եք կանգնել։ Չէ, 12-ը 59 է։
Գնայեք 59 թիվը։ Sway։ Ձեր ծափարությունների ներքո Այսօր շատ հետաքրքիր է։ Բայց մենք դեռ շարունակում ենք։ Նորից միացնեմ, Սյուզաննա, որտեղ ուզում եք էլի ստոպ եք տալիս։ Շարունակում ենք։ Ահա։ Ինչ թույ վրա եք կանգնել։ 25 Չէ, 72։ Գնայեք, ասեք։ Բարձրացեք։ Pump it, the Black Eyed Peas. Բայց մենք դեռ շարունակում ենք, պարոն Գլեմյան։ Ես ես խաղը չեմ սիրում, ասա ցավոտ։ Տեսեք, միացնում եմ։ Չսիրելով ուղակի ստոպ կտակ, որտեղ ուզում եք։ Ուղակի Որտեղ ստոպ։ Էս աստեղ ստոպն է, ուղակի որտեղ ուզում եք ստոպ տվեք։ Ինչ թույ վրա եք 17, կկարդեք 17-ը։ Բարձրաձայն ասեք։ Անդրեյ եւ Սուզան Մելքոնյան։ Ով է նա։ Այս Դե ես մեկը ֆոկուս չէ, իսկական էր։ ես հենց գալիս եմ այդ ֆոկուսի պահին։ Դուք մտածում եք տարբեր տեղեր կանգնել եք, որտեղ ուզեցել եք։ Թվերը հիշում եք, ինչ թվերի վրա եք կանգնել։ Ես ավելի կհուշեմ։ Այս է արդեն ֆոկուսը, 59, 72, 17 այն տեղերը, որ դուք կանգնել եք։
Բացի դրանից եկեք պատկերացնենք, որ այս բոլորով հայտնվել ենք մեկ բեմում ու ուշադրությունը էկրանին։ Ֆոկուսը չեկա։ Ֆոկուսը չկա լավ, համաձայն եմ։ Կներեք, բայց ոնց որ նախընտրական կարուսել։ Դրա համար չենք հավաքվել։ Բայց ես դեռ չեմ ուզում ավարտեմ, եւս մի փոքր բան անենք։ Պետք է խնդրեմ մի քիչ մոտիկ գաք։ Վերջերս հին ծանոթներից մեկին հանդիպեցի ու նա հարցրեց, թե ինչ նորություններ ունեմ։ Ասեցի, որ ես նախագծին եմ մասնակցում ու խնդրեց պատմեմ, թե ինչ ֆորմատի ու ոնց է անցնում հաղորդումը։ Ես վերցրեցի մի քիչ քարտերը խառնեցի։ Ասեցի, որ այստեղ 4 ժյուրի կա։ Անդրեն, Վիկտորիա Մարտիրոսյանը, Սյուզաննա Մելքոնյանը եւ Տիգրան Գյուլիմյանը։ Ու որպեսզի առաջին փուլից անցնեմ երկրորդ փուլ, միայն 3 ձայներ պետք։ Բայց եկեք ամեն ինչ սկսենք ամենասկզբից։ Իմ առաջին նկարանումը եղել է փետրվարի 24-ին։ Այդ օրը ես ամենասկզբում պարոն Գյուլիմյանին խնդրեցի, որ մի հատ ցանկացած քարտ մտածի, նա մտածեց քյափի վալետ։ Ցույց տվեցի, որ այս խաղակարտերի մեջ միայն մեկ խաղակարտ շրջած էր ու հենց քյափի վալետը։ Բացի դրանից, այդ տուփի ներսում ուրիշ ոչ մի խաղակարտ չկար, բոլորը սենց թղթեր էին։ Մեկ վարքան։ Հեսա կանցնենք, կտամ հետո կստուգեք։ Վիկտորիային տվեցի զար, խնդրեցի, որ մի հատ թիվ մտածի, նա սկզբում մտածեց 5, հետո 1, ուզում եկնա ու նույնպես գուշակեցի։ Դրանից հետո Անդրեին խնդրեցի 1-ից 100 մի հատ թիվ մտածի, նա մտածեց 79 ու իմ հեռախոսի մեջ մի հատ նկար ունեի ու հենց 79 թվով։ Նա արդեն զարմացած ասում էր, բայց Սյուզաննայի համար ինչ ես արել։ Ես չգիտեմ անկեղծ սենց ոնց կարող էի պատմեի, թե ինչ եմ արել։ Համ էլ Անդրեն ասեց, որ դրայվի խնդիր ունեմ։ Դրա համար ինձ օգնության եկավ էլ դրայվը։ Ու ես ստացա 4 հատ այո ու անցա հաջորդ փուլ։ Քառորդ եզրափակչին ես հանդիսատեսից ինչ-որ մեկից վերցրեցի 1000 դրամ, դարձրեցի 20000 դրամ ու վերադարձրեցի նրան։ Նա դա լսելով միանգամից տվեց ինձ 1000 դրամ ու ասեց կարաս իմն էլ անես 20000 դարձնես։ Ես 3000 դրամ վերցրեցի, նետեցի օդ ու նորից հետ վերադարձրեցի, ասեցի կոմոդ պահի։ Ոչքերից շոշոց։ Հետո ունեցանք սպիտակ թղթեր, որը հետո սրտի 2 դառան, հետո նորից սպիտակեցին։ Ու նա միանգամից ասաց, այս անգամ էլ 4 հատ այո ստացար։ Ասեցի, չէ, մի քիչ այս անգամ ուրիշ էր, 8 հոգուց պետք է անցնեին 4 հոգի։ Ու բնականաբար անցա 1/2 եզրափակիչ, այսինքն կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում Անդրեն մտածեց գրքից 118-րդ էջը, որ իրականում գոյություն չուներ։ Համ էլ շատ չերկարացնենք։ Մեր սուրճն էլ էր ավարտվում, արդեն ռոյալի սուրճը ավարտվում էր։ Ասեցին եզրափակիչ անցել ես։ Ասեցի դա ամենամեծ հարցն է։ Ուզում էր տենց խելացի խոսք ասել, ասեց հիշի որ միշտ չի որ կյանքը 4 հատ տուզ է տալիս։ Մեկ տուզը վերցրեցի ու ասեցի նույնիսկ եթե մեկ տուզ տա եզրափակչի համար ես դեռ ունեմ իմ Royal Flash-ը։ Շնորհակալություն։